Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ սահմանին թշնամու ագրեսիան հետ մղած եւ զոհված 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի եւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի արարողությունը։ 3 հերոսների հոգիների հանգստության համար աղոթք քննչեց առ Աստված։ Այս բոլոր օրերին, որ կան ցավ եւ կսկիծ կար մեր սրտում, նույն կան տվարություն, պատիվ, խար, եւ այս հերոսները մեր գլուխները բաց են բայց, չթողեցին, որ մենք լինենք գլխիկոր, ամաչկոտ, իրենց արյան, իրենց պահով, եւ վստահ է, որ նաեւ ապագայում իրենց հարության եւ անմահության պիտի մեզ գլխահար չթողουν։ Շարքային Տիգրան Արամի Աբգարյանը 20 տարեկան էր, զորակոչվել էր 2014 թվականին։ Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը 25 տարեկան էր, զինված ուժերում էր 2007 թվականից։ Իսկ Շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014 թվականին։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից, բազմաթիվ գյումրեցիներից բացի 3 հերոսների հոգեհանգստի արարողությանը ներկա էին եւ մասնակցում էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։ Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն ասաց, թե հպարտությամբ է փաստում, որ մեր բանակը կարողացավ դիմակայել թշնամու նախահարձակ գործողություններին ու վերջինիս հետ մղել։ Մենք խոնարհվում ենք, մեր զորակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում հարազատներին, մեր հերոսներին, մերձավորներին, եւ ես համոզված եմ, որ մենք լինելու ենք մեր զինվորի կողքին, բայց մենք նաեւ հպարտ ենք, որ ունենք այդպիսի հերոս զինվորներ, սպաներ, ունենք այդպիսի մարտունակ բանակ, որ կարողացավ ուրեմն դիմակայել այդ մեծ ագրեսիային։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ եթե իրենք դա չանեն, այդ տեղը դատարկ չի մնա եւ այլ երկրներ զենք կվաճառեն Ադրբեջանին։ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, արդյոք Հայաստանը նորմալ է համարում ռազմավարական դաշնակից երկրի այս քայլը։ Գործն է իրենք են որոշում, բայց մենք որպես ռազմավարական գործընկեր հորդորել ենք, որպեսզի իրանք չվաճառեն այդ ադրբեջանցիներին, որոնք զենքը չօգտագործեն խաղաղ բնակիչներին չկոտրեն եւ մեր զինվորներին չկոտրեն։ Իրոք հորդորել ենք եւ լավ չենք համարում, որ իրանք վաճառում են։ Անդրադառնալով այն հարցերին, թե արդյոք առաջիկայում զինված ուժերում զինտեխնիկայի համալրում իրականացվելու է եւ կամ ընդլայնվելու է արդյոք երկրի ռազմական բյուջեն, Հովիկ Աբրահամյանն ասաց։ Մենք համալրված ենք շատ լավ եւ եթե համալրված չլինենք, այսօր ուրեմն չի լինի զինադադար, մենք պարտադրեցինք։ Պետական միջոցները կավելացնենք ինչքան անհրաժեշտ լինի եւ մենք այդ միջոցները ունենք։